Որ քաղաքական ուժին կտայիք ձեռքվեն, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը։ Այս հարցն է Gallup International կազմակերպությունը քարոզարշավի 12-ից 15-րդ օրերին հեռախոսային հարցման շրջանակում ուղղել 1102 քաղաքացիների։ Ըստ հարցման արդյունքների քաղաքական 5 ուժ է այս պայծրությամբ հաղթահարում խորհրդարան մտնելու շեմը։ 28.8% նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, 14.9% նշել է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք, 12.1% նշել է Հայաստան կուսակցությունների դաշինք, 8.7% նշել է Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Միասնության թևեր կուսակցությունը նշել են 5.8%, Փաստորեն 4 ընդդիմադիր ուժ համաձայն Gallup-ի հարցումների հնարավորություն ունի խորհրդարան մտնելու։ Ավելին նրանց 4-ի ձայները միասին կազմում են 41.5%, ինչը նշանակում է, որ եթե երկու շաբաթ անց քվեարկության արդյունքում մոտավորապես այս պատկերը լինի, ընդդիմադիրները միավորվելու դեպքում ավելի շատ ձայն են ունենալու, քան իշխող ուժը, որի վարկանիշն այս պահին ըստ Gallup-ի մոտ 29% է։ Նավասարդյանի գնահատմամբ հարցման արդյունքներից կարելի է ենթադրել, որ խորհրդարան մտնելու շանսեր ունեն նաև Վարդան Ղուկասյանի Դոգ կուսակցությունը, որի վարկանիշն այս պահին 3.4% է։ Անցողիկ շեմին բավական մոտ է նաև Էդմոն Մարուկյանի Լուսավոր Հայաստան կուսակցությունը 2.9%-ով, Գուրգեն Սիմոնյանի Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը 2.8% ունի, Հայկ Մարությանի Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը 2.7% ձայն ունի։ Արամ Նավասարդյանը չի բացառում, որ յուրահատուկ քարոզարշավի շնորհիվ վարկանիշը բարձրացնելու հնարավորություն ունենա նաև բոլորին դեմ եմ կուսակցությունը։ Մյուս բոլոր ուժերը, այդ թվում առաջին նախագահի Հայ ազգային կոնգրեսը մինչև 1% կամ մի փոքր ավել վարկանիշ ունեն։ Վստահ կարող եմ ասել հիմա, որ այն կուսակցությունները, ովքեր որ հավաքել են 1%-ից ցածր ցուցանիշ, նրանք շատ մեծ հավանականությամբ չեն անցնելու այս շեմը չեն կարողանալու հատել եւ չեն անցնելու պարլամենտ։ Հարցվածների 8.6%-ը հրաժարվել է, 3.4%-ը դժվարացել է պատասխանել հարցին, թե ում կտա իր ձայնը։ Հարցված քաղաքացիների 59.3%-ը հայտնել է, որ միանշանակ կմասնակցի ընտրություններին։ Ավելի քան 50%-ն էլ պատրաստ է դուրս գալ փողոցային պայքարի, եթե խորհրդարանական ընտրություններն անցնեն անարդար։